Շատ քաղցած թրթուրը Էրիկ Քարլ։ Լուսնի ներքո տերևի վրա մի փոքրիկ ձուեր ընկած։ Մի կիրակի առավոտ ջերմ արև շողաց երկնքում, եւ հոպ, ձվի միջից դուրս եկավ մի փոքրիկ ու շատ քաղցած թրթուր։ Թրթուրը սկսեց ուտելիք փնտրել։ Երկրաշաբթի օրը նա մի խնձոր ծակեց եւ ուտելով դուրս եկավ մյուս կողմից, բայց դեռ քաղցած էր։ Երեքշաբթի օրը նա 2 տանձ ծակեց եւ ուտելով դուրս եկավ տանձերի մյուս կողմից, բայց դեռ քաղցած էր։ Չորեքշաբթի օրը նա 3 սալոր ծակեց եւ ուտելով դուրս եկավ սալորների մյուս կողմից, բայց դեռ քաղցած էր։ Հինգշաբթի օրը նա 4 ելակ ծակեց եւ ուտելով դուրս եկավ ելակների մյուս կողմից, բայց դեռ քաղցած էր։ Ուրբաթ օրը նա 5 նարից ծակեց եւ ուտելով դուրս եկավ նարների մյուս կողմից, բայց դեռ քաղցած էր։ Շաբաթ օրը թրթուրը ծակից կերավ մի կտոր շոկոլադե տորտ, 1 պաղպաղակ, 1 թթուվարունգ, մի կտոր շվեյցարական պանիր, մի կտոր երշիկ, 1 սառնաշաքար լոլիփոփ, մի կտոր բալի կարկանդակ, 1 նրբերշիկ, 1 կեքս, մի կտոր ձմերուկ։ Այդ գիշերը թրթուրը փորացավ ունեցավ։ Հաջորդ օրը նորից կիրակի էր, թրթուրը ծակեց կերավ մի գեղեցիկ կանաչ տերև եւ դրանից հետո իրեն շատ ավելի լավ զգաց։ Հիմա նա այլևս քաղցած չէր ու այլևս փոքրիկ թրթուր չէր, հիմա նա մեծ ու չաղլիկ թրթուր էր։ Թրթուրն իր շուրջը մի տնակ սարքեց, որը Բոժոժ է կոչվում, եւ փակվեց մեջը։ Նա մնաց Բոժոժի ներսում ավելի քան 2 շաբաթ, հետո ծակեց Բոժոժը, հրեց իրան դուրս եւ նա դարձել էր մի ճկնաղ թիթեռ։ Էրիկ Քարլ